0 Ողջույն ընկերներ, այսօր հյուրընկալել ենք Պետրոս Մանուկյանին, խոսելու ենք Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին։ Ողջույն Պետրոս ջան, ուրախ ենք հյուրընկալել քեզ մեր ալիքում, ինչպե՞ս ես։ Ողջույն, նախ շնորհակալ եմ, որ հարգեցիք իմ փափակս, որ խոսենք եզակի առանց ֆորմալիտիներու պաշտոնական։ Ուզեմ նախ ասել, որ ողջունեմ քո ալիքդ, որովհետև Հայաստանի մեջ միակ ալիքն է, որ հայրենադարձերուն, սպիրկահայերուն դեր կուտա։ Նաև ուզեմ նշել Արավոտը, Հայաստանի մեջ միայն հանդիպած եմ երկու մեդիայի, որ հայդակրված է մեզմով, ամենս որ եթե սպիրկահայերը գլսեն, ես կոչ կուղեմ սպիրկահայերուն, եթե ֆինանսական աջակցության միդելա ուղվեցեք, կետրոնացեք, նայեցեք Սամվել Մանյանին այս 24 DVD-ին գոմը, Արավոտին գոմը եւ ինչու՞ չէ իմ գոմս, որովհետեւ ցավոք սրտի Հայաստանի մեջ մեդիան իրեն համար սպիրկը միայն մի քիչ փող ուղարկեցեկի իլավիճակ է, սակայն Սամվելը այդ տաբուն գդրած է։ Ողջույն Սամվել։ Շնորհակալություն Պետրոս ջան, քեզ առաջարկում եմ սկսենք Հայաստանի շուրջ կատարվող իրադարձություններից, հետո կանդրադառնանք Հայաստանի ներսում տիրող իրավիճակին։ Վերջերս տեղի ունեցավ Բաքվում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի պատվիրակության եւ Ադրբեջանի պատվիրակության, դրանից առաջ Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում Ալիևի, Փաշինյանի եւ Թրամփի միջև, ինչ ես կարծում, ինչ իրադարձություններ են այսօր, ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, ուր է գնում Հայաստանը, ուր է տանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանին։ Բրագա բարձում ուզեմ այս անգամ վկայակոչել Իշխան Սարգսյանի խոսքը, որ բավական դեղին էր։ Ադրբեջանի նախագահ Ալիևը իր խոսքի մեջ նշեց միջանցք բարը Հայաստանի նախագահ վարչապետը հարցում արտուշ, որ բավական զարմանալի է, որ Ալիևը ինչ նկատի ունի միջանցքը սկելով, այսինքն այսօրվա իշխանությունը, որ լիակադարձը հողած է ամեն ոլորտներում մեջ, այսինքն կարծեմ մեծ վերլուծումի չի կարող դիր, ոչ անդիմությունը պետք ունի ամեն օր նշելու Հայաստանի այս իշխանությունը պատմության ամենեցահող իշխանությունն է, ոչ թե միայն Հայաստանի, կարծեմ ամբողջ աշխարհի պատմության ամենեցահող ինտիմությունն է, եւ չեմ կարծել, որ որևէ դրամբանական եւ արտադրական հայ այլ կերպ կուզե բնտել։ Սակայն մեզ գուզեր ավելդրել, որ այս բոլոր վնասներեն գորուստներին հետ կհողային գորուստ, Արցախը չունենք, 200,000 քաղաքական, ընկերային տնտեսական ահավոր վիճակ, Հայաստանի մեջ անտագոնիզմ, սիրով իշխանության օրերը վերածվեցան ադելության եւ իրարու չի հանդուրժելու։ Այս իշխանությունը հստակ է, որ իր միակ, ինչպես կսեն տրկերեն բարեկադերդը, իր միակ մեկնագետը եւ իր փախցանքը 2026-ի ընդրությունները հաղթել եւ շարունակել է ընդրության իշխանության եւ ուներ վերջին այս լոզունգը գարկախոսը, որ գուզե միամիտներ գտնել եւ խապել, որ Հայաստանը վերջապես կուղվի խաղաղության, սակայն հստակ է, որ Ալիևին խոսքեն եւ Հայաստանի վարչապետին այս խոսքեն, որ դակամին ասերու գոմերը այլ պատկերացում ունին, այլ բան հասկնան խաղաղությունն է։ Ադրբեջանը Հայաստանին գուզե խաղաղություն ասելով Հայաստանը վերացնել եւ ասի ոչ թե միայն հայ վերլուծողներ կամ անտիմատիվներով կամ նախկիներով խոսք է, նաեւ օդար չեզոք վերլուծապաններու, որ կսեմ, որ Ադրբեջանին այս ընթացքը, որ եթե շարունակվի Հայաստանի pedagogical վերացումին գծկտի եւ հասնի հաջողության։ Վերջի մահացները մեկը, որ 300,000 ազերի Հայաստան վերադառնա Երևան, Արևելյան Ադրբեջան եւ այլն, հստակ է, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդին հետ անգերտ չէ, խաղաղության ոչ մեկն շուտ չի գա, այլ բարձրապես կա իշխանությունը, որ անդեսելով եւ իր մադին երևը բավադրելով չայլամի պես ուզե ժողովրդին ասել, որ չէ մենք խաղաղության գերտանք, ինքն ակիդե որ այնտեղ չեն գերտա, ինքն ակիդե որ Ադրբեջանին նպատակները այլ են, սակայն չուզել անգերձելալ եւ փոխանակ ընտյունելու, որ ինքը Հայաստանի գործոնոմի կդանի, ուզե մտնել շարունակել իշխանությունը։ Այս իշխանությունը եթե քիչ մահերնասիրություն կա մեջը, պատասխանատու սկացում, պետք է երեք ոչ թե այսօր հերանալ։ Սակայն այս իշխանությունը այլ կերպ կգործե, այդ բոլորը իրենք չի դակրել, մեր գերիներու մասին խոսք չի գա, այն դեղերը, որ նույնիսկ միջազգային ջանցված է Հայաստանի, սովետական Հայաստանի օրերում, որ 31,000 կիլոմետր էր, 20,800 Չերմուգի մեջ մտած են,
ամեն տեսակ Հայաստանի զիջումներ, անվերջ զիջումներ, սակայն որվա իշխանությունը գուզե մեզի մոլորեցնել եւ համոզել, որ չէ մենք իշխանության գտանք եւ հստակ է որ այս բոլորը ոչ մեկը չի հավատար։ Սակայն իշխանությունը գուզեմ քիչ բաղից բանալ ունի այլ Հայաստանին ծրագիր, որ գոչվի չընդդիմություն ընդդիմություն։ Պատմության մեջ ամենեն ցախող իշխանությունը դաղավին չի կարողացել հերացնել նման ինտիմության մեկ նշանակել որ իրենք կամ աներևակայելի անջարակ են կամ իրենց այս վիճակը ցերնդու է եւ կա երրորդը որ բավական վտանգավոր որ ինտիմությունները գիտեն որ ժողովուրդ իրեն ճուզեր եւ իրենք չեն հավատալ հաղթանակի սակայն ուզեն իրենց հարցերը կարգավորել այսինքն այսօր Հայաստանի մեջ ոչ թե միայն իշխանությունը մենք ունենք ահավոր քաղաքական դաշտ խնդրեմ կներես որ քիչ մի երկարեցի սակայն պետք է խոսիլ այս բոլորը որ չեն խոսիր մարդիկ։ Շնորհակալություն Պետրոս ջան, այսինքն ըստ քեզ ստացվում է որ բոլորին ձեռնտու է այս իրավիճակը, թե ընդդիմությանը, թե Նիկոլ Փաշինյանին, թե Ադրբեջանին, ճիշտ է։ Լավ, իսկ ինչ է կարծում Սփյուռքը, ինչու ասենք Հայաստանում մեդիա դաշտը տեսնում ենք որ շատ բևեռացված է կամ ընդդիմադիր են, ճակերտավոր ընդդիմադիր կամ նիկոլական ու չկա անկախ լրատվականներ, չկա անկախ վերլուծողներ, բոլորը ինչ որ չափով կախված են, բոլորը ինչ որ չափով օգտվում են այս իշխանությունից կամ նախկիններից կամ ներկաներից, բայց այլ է վիճակը Սփյուռքում, այնտեղ ֆինանսական կախվածություն չկա եւ ոչ մի այս բևեռներից, սակայն նկատում եմ որ այնտեղ էլ այսպիսի ստապ մտածող մարդիկ շատ քիչ են, որն է դրա պատճառը։ Շատ հրավիրական հարցում այնտեղ ստապ մտածողելու հարցը ուզեմ քիչ մանկական խոսել Սփյուռքի մեջ հայկական մուսակցությունների մեջ մեզի այսպիսի գդակ կնենք մուսակցությունների մեջ աշխատողները որ մեզի բարդավորած են մեր ղեկավարությունները որ մենք խմենք գուլնանք աբուշուչան հաբեր տեղահատեր որովհետև Սփյուռքի մեջ սկսած ավանդույթը որ հասավ Հայաստան ղեկավարները չեն սիրել մարդիկ որ շատ խելացի են կամ շատ կխոսին կամ շատ կմտածեն որովհետեւ այդ կեսակ մուսակցությունների մեջ դուն կամ չի հալածվիս կամ չանդեսվիս կամ չի հերացվիս կամ մի ցևով քեզի չի զզվեցնեն որ հերանաս գստիվեիր որովհետեւ ղեկավարին սուդերը հավատալ կարողանաս գստիվեիր այսպես գդակ կնենք որ մենք աբուշուչան տեղահատեր գարնենք որ աչաբա խելացի չերևինք որովհետեւ Սփյուռքի ղեկավարները գուսակցական չեն սիրել խելացի մարդիկ Դժբախտաբար այս օրինակը որ գիրարգվեցավ Սփյուռքի մեջ հայկական քաղաքական գուսակցությունները պիտի ընդունենք որ դժբախտաբար Հայաստանի մեջ կան շատ խելացի անձեր չեմ ասեմ որ Հայաստանի մեջ կան խելացի անձեր մի քանի հոգի պիտի նշեմ գներեք Դիվանագուժան ասված Արաբաբյան բայց ինչու այդպես է Արաբաբյանը որովհետև բարձրապես Կանադա տեսփան եղած է բոլշևիկյան հետամնաց սխալ դպրոցեն դոգմատիզմի եւ գաղավարված բաբյանները դուրս եկած են Էդգար Ղազարյան Լեհաստանի տեսփան նոյև արևմտյան շրջան Դավիթ Կարապետյան որ բավական խելացի է ուրիշ մեկը Խաչիկյան որ չեմ գիտեր բայց գրեսեմ շատ խելացի է դեպի համար ռուսամետ կսեն ինձ համար այդ խոսքերը հիմարությունը իհարկե Հայկ Մարտիրոսյան որ Սորբոն ավարտած է ինչու ասի գսեմ այս բոլորը գսեմ ոչ թե այդ մարդոց ռեկլամաներու որովհետեւ Հայաստանի մեջի դեմագոգները ինձի չամպաստանեն որ խտրականություն կխոսի մի սպիրկը ռեկլամներեմ սակայն բիդանտունիկ որ Հայաստանի քաղաքական դաշտը շատ հետամնաց է եւ պատճառը անի որ բոլշևիկյան գարկախոսները եւ ուղեկցություններով դաղամին գարչած է Հայաստանի մեջ լրակողներ կտեսնես գապ չունին քաղաքական վելուջապաններ կլսես որ ամիսի հեքիաթներ կբատնեն որ Ալիևին գլխուն երկու հատ զենք տրին ասին որ երբ որ Փաշինյանը զանգե պիտի պատասխանես արա Միդիան ասոնց դեղ ուտա որովհետև քաղաքական մագարտակից մագարտակը ժողովրդի համար ընկերելի է այսպիսի հեքիաթային խոսքեր ժողովուրդը գտիդե նույնիսկ ասկային տաշտի մեջ այն դեպոցեն որ ես երբում անդեն եկած ենք անդեն կարա սիմանտությունը մարդիկ որ պոպուլիզմով այսպիսի հեքիաթներ կբատնեին վանգայություն գնեին խնդիր չի որ երեգամից վերջը լման դուրս պիտի կա այդ մարդիկը գտիդվին Սփյուռքի մեջ գուսակցությունները հանցինես երկու պատմական գուսակցություն 100 տարի փորձ ունին տաշնակցությունն եւ հնչակյան գուսակցությունը երբ որ Հայաստան եկան իրենք ունեին շատ ավելի ուժեղ փորձ սակայն իրենց հասկացվեցավ որ դուք չեք կնալ մնալ անկախ պիտի ընդարգվիք
եւ դուք աբուշության տեղաններ մի դառնեք, դուք պիտի աբուշնակ եւ պիտի ընդունեք սովետական հետամնաց քաղաքապարները։ Դաշնակցությունը եւ հնչակյան կուսակցությունը համագերբեցան խաղալ play-ball Հայաստանի գանորն համեմատ եւ դառնալ հետևորդ։ Այսպես է որ դաշնակցությունը որ եթե անգախ մնար այսօր իշխանության կհասներ դաշնակցությունը իր ասկային քաղաքապարներով, իր փորձով, իր մտավորականներով եւ իր դիսցիպլինով գալուստներով դաշնակցությունը այսօր Հայաստանի իշխանության կհասներ։ Ինչու՞ չհասավ, որովհետեւ ընդունեց մնալ Քոչարյանին հովանին դակ եւ վերջը Սերժին Սերժ Սարգսյանի հովանին դակ։ Չի մնաց անգախ նույնера հնչակյան կուսակցությունը որ անալինքտա մտավ Լևոն Տեր-Պետրոսյանին հովանին դակ Տեր-Պետրոսյանն իրենց կիսեց բաժնեց։ Թուրքի կուսակցությունները այսօր իրենց գիտելիքները այլևս չեն գնալ առաջտանին, որտեղ իրենք մեմը որտեգրած են եւ գրտնած են Հայաստանի հետամնաց քաղաքական ջարը։ Ամենից որ իրենք նախաձեռնելով անկարող են եւ իրենց ոստավորությունը գործընթաց են։ Գան այսօր սպիրկի մեջ անհատներ, սակայն սպիրկի մեջ գա մոնոպոլ, գա 2-3 կուսակցություն ամեն ինչի վրա գիշխե։ Իհարկե դաշնակցությունը իր ամենն ուժեղն է, երկրորդ ուժը հնչակյան կուսակցությունն է, գան որ դամգավարները։ Սակայն այս կուսակցությունները համագերբեցան գրտնել սխալ քաղաքապարներ։ Այսօր իրենք չեն գնար ուրիշ բանսել։ Իրենց ցերկով այդ տաղարտին բաղողին հասուցին։ Անորոշ է որ այսօր նույնիսկ դաշնակցությունը դուրսի մեջ ակտիվ չէ։ Չի վայելել ժողովրդի վստահությունը։ Այն կուսակցությունը որ ասկային քաղաքապարներով հանդուրժել ակտիվ չէ։ Սպիրկն այսօր անշարժացած է։ Դու նշում ես որ սպիրկի կուսակցությունները ընդունեցին բոլշևիկյան հայաստանյան այս կարճ խաղի կանոնները, բայց ինչու ընդունեցին, որն էր պատճառը, որ ընդունեցին, նախ նրանք այդքան ռեսուրս չունեին, որպեսզի ազդեն Հայաստանում, թե նրանց մեջ կային անձիկ, ովքեր ծախվեցին այս իշխանություններին, թե գայթակղվեցին փողով կամ իշխանության ինչ-որ չափաբաժնով Հայաստանում, որն էր պատճառը դրա, թե չէին հասկանում ինչ է կատարվում, չէին հասկանում, որ այս Հայաստանում տիրող այս 30 տարվա իշխանությունները Հայաստանը տանում են կործանվան։ Շատ լավ հասկանում էին, Պիտի բերեն Ավետարանին օրինակը, Գարջադես օրինակը, եւ որ մեկ եղբայրը սոված գմտնե սենյակ անկայն սոված է որ դիմացինին գսե որ ինչ կլաս այդ ցերկի լոբի տուր եւ շեմ ուզելս է որ իրենք զախվեցան այդպեսի մեծ բաներ սակայն սպիրկի մեջ ընդրեցին թյուրին եւ գար ճանապարհը նորեն գա Ավետարանի մեջ ներ եւ լայն ճանապարհը ընդրեցին լայն ճանապարհը որ հաստատեցին ներ ճանապարհը շատ փոքր իշխանություններու դիմաց դաշնակցությունը համագերբեցավ միգուցե բաճարները մեկ աները որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ ոչիր կորձեց Լևոն Տեր-Պետրոսյանը դաշնակցությունը արկելելով բոլոր սպիրկի հետ գաբերը զարգավ եւ ինքը կանյան կամ հայտարարած է գարձեմ որ սպիրկի իրավունք ունի խառնվելու այն ալեսեմ որ այսօր ոչ թե միայն օրինակի համար շատ անտիմատիվներու գարձեմ որ ինչու սպիրկը անգալող եմ Հայաստանի մեջ մասնակցելու ինձ գուտան ճիշտ պատասխան սակայն խնդիրը ճիշտ պատասխան տալու մեջն է որովհետեւ գուտան բաղած պատասխան կնշեմ որ Փաշինյանը ինչքան վաս հաստուց սպիրկի նախարարությունը պագեց ուղարկեց մի գերբար որ սատրիչ է պրովոկեյշն է պրովոկացիա է Զարեսյանյանին պես որ նախ եւ առաջ հնչակյաններ իրեն մերժած էին հիմա հաշակցականներ իրեն կմերժեն այո այս իշխանությունը շատ ուժեղ հարված դվավ սպիրկի սակայն եւ համատրություններ սակայն Հայաստանի քաղաքական դաշտն իրեն մերսագից է այսօր Հայաստանի քաղաքական դաշտը վետո տրած է սպիրկի վրա հայաստանցու վրա մեկ վրա չի խտանքսանվել ոչ թե որ հայաստանցեն որտեղ չեն մատնել իրոք Սամվել դու նույն ուղղած որ ես դու ինչ ժամանակ դեղի չես ես չեմ որտեղ Հայաստանի մեջ է գդիրը տայֆայությունը որ գդիրը նաեւ սպիրկի մեջ այս կուսակցությունները որ իրենց հայաստանցի անդամներուն չեն գնալ դեղդալ ինչպես կնաս անգալի որ ասոնք համագերի որ 10 միլիոն հայային դուրս կա եւ իրենց դեղդան այնպես որ բոլորը հանցավորեն որ սպիրկի հետ գաբերը այսօր անդամալուծված են որոնց մեջ նաև սպիրկի կուսակցությունները բոլոր հանցավոր են հասկացանք որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են որպեսզի Հայաստանը հերոպային սպիրկից դա ինչ որ տեղ մտածված դրսի մեր ճշտամիների ծրագիրն է բայց միթե սպիրկը նորից եմ կրկնում հարցս ինչու սպիրկի են adekvat են հայրենասեր ազդեցիկ մարդիկ դա չեն հասկանում ու պատմության մեջ մենք գիտենք ինչքան բազմաթիվ դեպքեր են եղել երբ այն ուժերը որոնք
մերժվել են հայրենիքում կամ վտարվել են հայրենիքից, նրանք դրսում ավելի են ուժեղացել եւ վերադարձել են իշխանությունը, կամ հեղափոխություն են արել, կամ բարեփոխումներ են արել, կամ նրանց ավտարիցետը բարձրացել է, նրանց համբավն է բարձրացել։ Ինչու դա տեղի չունեցավ Հայաստանում, այլ ընդհակառակը գնաց վարկաբեկման դեգրադացման, ու դա տեղի ունեցավ հենց Սփյուռքի ներսում գործող այդ կուսակցությունների անձանց աջակցությամբ, ու իրենք իրենց գլխին կարելի ասել սարքեցին։ Այո, հնարավոր է, ես չեմ ուզում մարդու մտածողության մեջ, հնարավոր է, որովհետև Հայաստանի մեջ գնան հնարավոր այդպիսի ռեալներ ուզեցին Հայաստանի մեջ բիզնեսներ բանալ, եւ գիտես Հայաստանի օլիգարխ համակարգը հնարավոր է, որ իրենց միայն այդ կնզանվեր, որովհետեւ այդ բիզնեսները բանան, որ իրենք պետք է համագերբին, ասի դարբերակ է գնալ այդպես չէ, սակայն հավանականություն կա, որ այդպես է։ Նաև մի մոռանալ, որ Հայաստանի մեջ տվյալական խորհուրդն է գաստերի քաղաքական կուսակցությունները, եթե օրինակի համար թուրքեն կուսակցաբետներ, որ եկած են այստեղ, ասենք թե բիզնես պատասխան, եւ անոնք տադի մեջ են, ասենք թե, չեմ ուզեր նշել դեպքեր։ Ինչ պիտի ենեմ, մարդը պիտի համագերբի, պիտի որ իշխանության լավ շարածախվարն եմ, ես քեզ հետ կլամ կամ պերանս փակ կբայեմ։ Այսօր որևէ աստեցիկ մարդ, Հայաստանի մեջ աստեցիկ մարդ խորքի մեջ ինքը համագարկին կպատկանի, չկա անգախ ուժեր, չկա։ Մենք մեր վրա չի խնդանք այդ բոլոր ուժերը, որ այսօր այս խոսակցությունները գտեն ճշմարտախոս են, Հայաստանի մեջ ոչ մեկը սուտ չի խոսիր։ Հայաստանի մեջ եթե մտնես լսես մարդոց եթերները, ինչ որ գսե ճիշտ է, դրամապանականը ճշմարտություն է, սակայն գխոսի ան ճշմարտություն, որ իրեն դեմագոգիայի խնդիր կա Հայաստանի մեջ։ Ամեն մարդ կուզե ճշմարտությունը միայն մեկ կողմեն։ Եթե ես այսօր օրինակի համար, շատ բարձ օրինակ եմ, եթե այսօր ես Բարձրետ Փաշինյանին կքանդեմ, ինձ մարդիկ կան գսեն, որ եւս բյուրկենալ, ինչ է տաշնակցական եղար, այս է մտածությունը, հայ ասկի ասիվանտությունն է, որ պետք է ամեն եթե խոսես կորտուն գամի կպատկանիս, թուն չես կնալ անգախլալ, չես կնալ Հնչակյանը լալ, որ Հնչակյան ղեկավարությունը Փաշինյանին հետն է, եւ Փաշինյանին չի բաշխել։ Այս խնդիրը կա այսօր կուսակցությունները ինադուի հարց ունին, մեկը կսպասե մյուսը ինչ պիտի դնե, որ հագատրվի հագարակը դնե։ Մեր գուսակցությունները իրենց ինքնությունը գործընթաց են, դարձած են հագա։ Իրենց ինքնության համար չեն, իրենց քաղաքապարողության համեմատ չեն աշխատել։ Գնային իր մրցակիցը ինչ պիտի դնե, որ անոր հագարակ կոմն է։ Եվ անորոշ հայ գուսակցությունները այսօր սնանգացած են քաղաքապարապես։ Բոլորն էլ Հայաստանն էլ, Սփյուռքն էլ։ Այսօր գներես Չէ, հաջորդ շարունակեմ, խնդրեմ հրամե։ Ես ուղղակի ուզում եմ այս հարցի շարունակության մասին խոսենք։ Միթե Սփյուռքում չկա այնպիսի ռեսուրս, այնպիսի մարդկային գաղափարական, որ կարողանան ինչ-որ ընդհանուր լեզու գտնեն եւ հասկանան վերջապես, որ երկիրը մեր հայրենիքը այն փոքրիկ հատվածը, որը մնացել է, գտնվում է կործանման եզրին եւ պետք է համախմբվեն ու ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան դա։ Գոնե իրենց ներսում, գոնե Սփյուռքում գեներացնեն այդ ուժը, եթե չեն էլ կարողանում ազդել Հայաստանի ներսում, գոնե Սփյուռքը այսօր լինի միասնական կուռ, այլ ոչ թե քո նշածի նման անջատված, մեկը մեկին հակա, մեկը մեկին նախանձող եւ այսպիսի վատ որակավորումներով։ Պետքական է, բայց նրա համար պետք է շատ գիտագից քաղաքականացված սերունդներ եւ շարքեր, ով հսա որ միայն Հայաստանի մեջ կդիրե այդպես Սփյուռքի մեջ մի գարձեր որ շատ մարդիկ որ կուսակցական են, շատ մարդիկ կուսակցական են այսօր Սփյուռքի մեջ։ Եթե ես իրենք ամսեմ կուսակցության քաղաքապարողությունը ինչ է, ոչ մեկ քաղաքապար չունին։ Մենք քաղաքականացված չենք, մենք քաղաքականությամբ շատ կսպառվենք, բայց քաղաքականացված չենք, քաղաքականապես դաստիարակված չենք, քաղաքականապես քաղաքական մագարտակ չունի։ Ոչ թե Հայաստանի միայն, Սփյուռքի 10 միլիոններ, մեծ մասը այսօր կնա այսօր հրավիր է այսօր իրենց արտեր գուսակցական է Սփյուռքեն։ Այսե բացատրեք գուսակցության վարտաբերությունը։ Ես քեզ հետ քրագուկամ որ չեն գիտեր։ Ինձ օրը մեկը ասի որ ինչու աճավ ժամանակը կվատնես, ըստ որ ես քաղաքապարի եմ գավադամ եւ ասիկա զարգացածներն է շատ լավ ասի քաղաքապարտ մեմը բացատրե վարտաբերությունը։ Չեն գիտեր։ Այսօր որ գուսակցությունը այսօր Սփյուռքի մեջ գիտե ինքը ինչ տեսակ ընկերվարական է, ասկայնական է, չեն գիտեր։ Այսօր տաշնակցությունը օրինակ է, շատ բարձ, բայց մեմը խոսի ասկայնական, մեմը խոսի ընկերվարական, մեմը խոսի ասկային ընկերվար, մեմը խոսի միջազգային ընկերվար։
Կաշակցականները կամ հնչակյանները այսօր գիտեն իրենց վարտաբերությունը։ Ես կուսակցական հնչակյան չեմ, բայց իրենց մի ավելի լավ գիտեմ։ Քեզ կվստահեցնեմ, եթե ինձ հարցազրույց ունես, հնչակյան կուսակցությունը ինչ է, ես գիտեմ։ Ասկային եմ, ասկային ընկերվալական դեմոկրատական գիտեմ։ Մեր մասը չի գիտեր։ Տես Պետրոս, Սփյուռքը դու նշում ես, որ Սփյուռքը քաղաքական չէ, Սփյուռքը վատ է հասկանում քաղաքականությունից, մեր ազգը Դաստիարակված չէ քաղաքանում, դիդագից չունենք, մենք դիդագից դաստիարակված։ նշում ես, որ քաղաքականությունից բոլորը խոսում են, բայց բուն քաղաքական իմաստները շատ քչերն են հասկանում։ Օրինակ ես մարդիկ գիտեմ եւ իմ ուսանողության տարիներին ես նույնպես եկել էի այն եզրահանգման, երբ ապրում էի Սփյուռքում, Ռուսաստանի Դաշնությունում, որ պետք է սկսել ազգահավաք գործընթաց։ Ինչ է դա նշանակում, որ այն սերունդները, որոնք արդեն ուծացվում են, ուծացման եզրին են կամ ուծացվել են, բայց ինչ որ չափով գիտակցություն կա, հայկական ազգային գիտակցություն կա, նրանց հավաքել, համախմբել պարտադիր չէ քաղաքական եւ նույնիսկ պետք էլ չէ քաղաքական սկզբնական փուլում, այլ ազգային բույն սկսած մանր խնդիրներից, որը կա Սփյուռքում, հետո կամաց արդեն խոշոր խնդիրներ ազգային ու արդեն Հայաստանի ներսում, օրինակ ոնց ստացվեց, որ Մոնթե Մելքոնյանն եկավ Հայաստան, Կարո Քեհքեջյանն եկավ Հայաստան եւ այդպիսի հզոր գործիչներ, այրեր եկան Հայաստան, նրանք ի սկզբանե քաղաքական կամ բան չէին, ուղղակի նրանք տարված են հայկական ազգային գաղափարներով ու այդ գաղափարները նրանց բերեցին Հայաստան։ Հիմա ինչն է այսօր դա խանգարում, որ այդ գործընթացները Սփյուռքի ներսից չեն սկսում, ասենք այդ Սփյուռքում գործող գաղթօջախներից չեն գործում այս գործընթացը, ազգահավաք գործընթացներ ինչու չկան կամ եթե կան շատ քիչ են։ Որն է դրա պատճառը։ Եվ ինչ անել, որպեսզի զարգացնել այդ ամեն ինչը։ Այսինքն դրա համար ինչ նախադրյալներ են պետք։ Պետք է լինի հզոր Հայաստան, ինչպես օրինակ հրյաների դեպքում է գործում, հզոր Իսրայել, որ բոլոր հրյաներին կանչում է, թե պետք է սկսենք գնանք մենք այլ ուղիով։ Եթե մենք ուզենք խոսել ինչպես են հрьяաները, նախ պետք է մենք գնանք ասկայնամոլ։ Մենք պետք է գնանք ասկայնամոլ, հрья ասկայնամոլ է եւ աշխարհի ամեն ասկայնամոլ ասկն է դերևս եւ օրինակի համար ողղալ է օրինակի համար հիշես որ նացիստներուն 100 դարվեջ վրեժարին։ Իսկ Սփյուռքի մեջ ինչ պետք է լինի։ Ես կգարձեմ որ մենք 21-րդ դարն ենք այսօր գլոբալիզացիոնի եւ ինտերնետի դարն ենք։ Մեդիա բլոկադայի հարց պետք չէ լա։ Ես գիտեմ որ շատ սպյուրքահեր կան որ գիտագից են արդուն հայրենասեր եւ հասկանան ինչ կբադահի։ Ես կոչում եմ իրենց դիմել alternative media չի սпасել որտեղ ուսակցական մեդիան դեմագոգ է եւ գոմնագալ bias դախաբաշարված են ուսակցական մեդիան այնտեղը չի պետք գտնեն իրենց արիտ ես իրենց կարաչարգեմ իրենք ամեն մեկը իրենց փոքր ալիքներով ինչպես ես եւ տուներիր ես փոքր ալիքներ ունենք սակայն ես կհավատամ որ կոալիկը շատ ավելի գժեղ քան թե շատ ավելի ալիքներ որ այսօր 3 տարի կարողացեցին որ մենք մեդիա բլոկադայի դակ ենք եւ մեդիա բլոկադայի ջեղկելու առաքելություն ունենք սակայն իրենք մեդիա բլոկադայի ասված են դու ես որ մեդիա բլոկադան ջեղկես իմ եւ կունամաններն են որ ջեղկեն grassroots գսեն ասոր այսինքն մենք լման անգախ ենք ես կոչ կուղեմ Սփյուռքի գիտագիցներում դու գալ հիմնեցեք այսօր ամենն բարձ կայքը WordPress-ը ծրի է YouTube ալիքներ բացեք TikTok բացեք խոսեք գուսակցություններն այլևս փրկություն բիլիչի Հայաստան դուրսի գուսակցությունները արդեն իրենց մոմենտումը իրենց ոգին գործիծած են եւ դարձած են արդեն արհեստական կամ ավելի բիզնես նույն եղած է Հայաստան եթե մենք Հայաստանը պիտի շարժենք պիտի սկսենք փոքր ապակետրոն մի դառնենք ինչպես որսի վերջին անգամ մեր հարցազրույցին ամեն մեկը պիտի շարժի իր կետրոնեն որպես իրարու միանանք ես կոստերեն ոչ կուղեմ քո ազնիվ ալիքետ երասարտներ որ մեզ գտիդեն ոչ մեկում չեմ ասել եկեք մեր ալիքին բաժանորդակրվեք դուք ձեր ալիքներ հիմնեցեք YouTube ալիքներ TikTok-ի ալիքներ եւ միացեք փոքր այդ փոքր ուղղակներով որ մենք ապակետրոն իսկական հիմնենք գամավորական շարժում շատ շարժումներ կան որ գամավորական շարժումի լոզունգին դակ
դուրս եկան ամենեն գամայական շարժումները, որ ավելի անորոշ են կան կուսակցությունները կոնե գիտես որում գտիմես եւ գիտես այդ գամայականությունը որ մեկ մարմինն է գամավորական շարժումները ավելի վտանգավոր դարձան, որտեղ չես գիտեր հարց ով կխանգարի։ Ամես որ սպիրկի մեջ ես ոչ կուղեմ բոլոր մտավորականներուն, գիտակիցներուն դուք ցեզի նախաձեռնեք։ Նախաձեռնությունը շատ կարևոր է։ Մեր ասկին երկու բան պետք է՝ գիտակցություն եւ նախաձեռնություն։ Այսինքն Պետրոս ջան, դու համաձայն ես այն մտքի հետ, որ նախ պետք է գործել, անկախ նրանից ինչ իրավիճակ է, պետք է այնուամենայնիվ գործել, տեղում չդոփել, այլ ինչ որ բան անել, որպեսզի հասնենք հաջողության։ Երկրորդը, այդ ինչ որ բան անելուն զուգահեռ պետք է մենք ունենանք ինչ որ գաղափար, ինչ որ նպատակ, չէ՞։ Այդ ամեն ինչ արվում է ինչ-որ նպատակի շուրջ, ճիշտ է, բայց որպեսզի ունենանք նպատակ, պետք է նախ նշмарենք այդ նպատակը, որոշենք ինչի համար ենք անում, որն է այդ նպատակը։ Իսկ այսօր որը կարող է լինել մի այնպիսի նպատակ, որի շուրջ գեներացվի այս էներգիան, այս աշխատանքը, այդ մտավոր մարդկանց։ Իմ կարծիքով այդ նպատակը պետք է լինի նախ առաջին հերթին կանգնեցնել այս Հայաստանի այս կործանման փուլը եւ երկրորդ պետք է լինի ստեղծել մեծ եւ հզոր Հայաստան, ինչը կարող է լինել այդքան գայթակղիչ, եթե չունենանք մեծ եւ հզոր Հայաստան, ճիշտ է։ Եթե ունենանք մեծ եւ հզոր Հայաստան, մնացած ամեն ինչ, այն սկսած ֆինանսականից վերջացած անձնականով կարող է կարգավորվել, ճիշտ է։ Եթե իհարկե մենք մեզ համարում ենք հայ եւ ցանկանում ենք ունենալ անկախ պետություն։ Մենք օրինակ այս երեք, չգիտեմ դու ճանաչում ես թե չէ կամ լսել ես Տիգրան Քյոսայան կար, չէ՞, այդպիսի գործիչ, ինքը Էդմոն Քյոսայանի որդին էր, ինքն էր ռեժիսոր եւ այլն, հարգված մարդ էր Ռուսաստանում, բայց այդ մարդը ծառայում էր ռուսական պետությանը։ Այդ մարդը լինելով հայ, ընդունելով որ հայ էր, նա գործում էր ռուսական պետության համար եւ գործում էր ընդդեմ Հայաստան պետության շահերի։ Նրա երազանքն էր, որպեսզի Հայաստանը լինի ռուսական ծիրում։ Բայց ռուսական ծիրում նշանակում է լինել Ռուսաստանի ստրուկը, Ռուսաստանի ճորտը, կորցնել Արցախը, ռուսի կամքով տալ Զանգեզուրի միջանցքը, հավատարիմ լինել Լենին Քեմալ այս դաշնագրին, որ արդեն 100 տարուց ավել գործում է, եւ ամեն ինչ անել շարժվել ռուսական կամքի ուղղությամբ։ Այսինքն ունենք Սփյուռքում բազմաթիվ լավ մարդիկ, հայտնի հզոր մարդիկ, որոնք կարող են ծառայել մեր ազգին, մեր պետությանը, բայց չեն ծառայում, որովհետև չկա կազմակերպվածություն, չկա ազգային նպատակ։ Դու ինչ ես կարծում ես մասին, որն է քո բանաձևը այս վիճակից դուրս գալու համար։ Օրինակ, պետք է սկացական չլանք, այսինքն ռոմանտիկ եւ իրավաշ մոդելանք։ Այսօր որևէ անց չես կնարական գալի, որ մեկը այդպես վեր կապար ասկայնականությամբ իր նման մոտիվը եւ խթանելա։ Մենք բոլորս անանցնասեր ենք։ Ամ որ ուզե լոզունգներ դա որ մենք բոլորս անցնազով պետք է լան։ Այդ մեկը կորզնական չէ։ Այսօր մեզի պետք է երկու բան, պետք է մեզի ասկայնականություն շատ տտու ասկայնականություն եւ պետք է ասկայնականությունը ներողություն նկատի առնի որ նաեւ հապստամ հետո շարունակենք դու այսինքն չես ընդունում դու ռոմանտիզմ ես համարում մեծ եւ հզոր Հայաստան ստեղծել չէ մի րոպե որ լավ հասկանաս ինձ որպես կապարս լավ հասկանաս դու սխալչես կնա ուրիշները գուժեն լավ սխալ հասկանալ այսօր եթե մենք այդ մոտիվացիան պիտի ստեղծենք ամեն մարդ չէ որ իմ եւ քո նման կամ մի բոլոր 13 միլիոնի մեջ դերևս կգտնես 10,000 հայ մարդ որ այդքան հայրենասեր է կամ քաղաքական վեր կմոտենա մարդիկ իրենց փունաստով իրենց կորզնեդի բիդլան իրավաշ եւ կորզնական դիդի աբովես երկու բան դիդի աբովես ասկայնական ոգի ինչ որ հрьяաները օրինակ ես կուզեմ բերել եւ հрьяաները շատ ավելի կորզնական են եւ շատ իրավաշ այսօր հрьяան եւ ո՞ե մեկ անց որ հрьяան կսեբեր որ
իր ընտանիքը իր ծնողքը հрья ասկն է սակայն հрья ասկը նաև իրեն գաբահովեր իր աբական իր տնտեսական ընկերային իրավիճակը այսօր ո՞ր մեկ հрья դաղանտավոր գիտե որ որտեղ ինքը հрья է բոլոր աշխարհի ավանտաժ ունի իրեն հрья ծնողքը հрья ասկի ծնողքը իրեն արժեր գհրել իրեն գաբահովել մենք պիտի ուղինք երկու դեստականով միայն վեր կապարներով չի կարելի պիտի լանք թե սկացական եւ հայրենասերը դες իմ գանձյամ ասկանագանությունը ոգի է եւ կորձնական այսինքն պիտի ընկերային տնտեսականի օրինակ եմ շատ բարձ օրինակ մտերևունին դաղամին 8-ով է Հայաստանի մեջ քաղաքական կուսակցություններ չեմ գիտակցաբար կամ անկիտակցաբար այս մեծ սխալը ըրին որ մենք միայն հայրենասիրական ջարերով ասկային ոգիով ժողովրդին ոտքի գանենք չի լինելու ներողություն գործնականը որը պետք է լինի դու ասում ես ոգեղեն եւ գործնական ինչ պետք է անեն եթե Հայաստանի աչը ասկային ուժերը պիտի գետունեն ընկերեն դասական բանջարներով վրա որ բազմիցս իրենց առաջարկած են բանջարած են ասած են որ վերջերտու չի լինելու բայց եթե չի լինելու ուրեմն գուսակցությունը փակի այսօր Հայաստանի մեջ ժողովուրդը աղքատ է աղքատ ժողովուրդը դու չես կնանգալի որ միայն հայրենասերը վասկայինը լա որտեղ ժողովուրդը զրկված ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը իրեն պիտի ներկայացնես ծրագիր ասկային ծրագիր Ասկային անվտանգության ծրագիր, հայրենասիրական ծրագիր եւ ընկերային տնտեսական ծրագիր։ Այդ ինչի նշանակի որ փեմերեն էսես որ գայքի վրա երկու էջ տվի, ավասիկ մենք Ինդոնեզիայում ավելի լավի դրանք նեպարեն։ Այդպես չէ։ Հայաստանի ժողովուրդը ծրագիր գուզե։ Այդ ծրագիրը պիտի լա իրաբաշ, պիտի լա կորսնական, պիտի լա իհարկե ասկային ոգի Սակայն պիտի նաև առաջարկել ընկերային տեսական լուծումներ ժողովուրդը մեծ մասը կամ անկորձ է կամ զրկված է կամ անօթի է այդ ուղղությամբ պիտի առաջնորդվի եւ այդ կարակրության մեջ նա սպիրկի իր բաժինը ունի սակայն սպիրկը նա հասկացած է որ իր բոլոր ֆինանսները որ ուղղած է օտեզընթաց է այսօր մենք ունենք Հայաստանի մեջ ուժեր որ դառնում սպիրկի ասած են որ փող ուղարկեցեք սակայն լրեք եւ մտիկ եք մենք Սամվել գազավերվա չենք աշխատիր։ Մեր ամեն աշխատանքը ռենդում է կամ գերձ է, բայց ասկային ոգի չունի եւ չունի հերանեկար։ Մենք մեր աշխատածը քաոս է իրարանցում։ Չունենք լուրջ քաղաքական մարտիկը գուզեն քաղաքական ծրագիրներ։ Այսօր որ Հայաստանի գուսակցությունը քաղաքական ծրագիր գերգայացնե։ Նիկոլը շատ վատն է։ Իմ մեծ մայրս ասել է որ Նիկոլը շատ վատն է։ Բա բիլսես որ դու ինչ եք անելու ասել որ Նիկոլը շատ վատն է։ Եվ ասկի միայն վարշավետն է որ ախանում։ Չի կարելի է շարունակել։ Գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները լավ թե վատ ունեն քաղաքական ծրագիր, բայց այնտեղ չկա ազգային պետական ծրագիր։ Ասենք այդ քո ասած սոցիալական բովանդակության բոլոր իրեն հարգող կուսակցություններն ունեն, որ ասում են, այս sense պետք է լինի։ Նույնիսկ երկրի զարգացման ինչ-որ ծրագրեր ունեն, բայց դա չի աշխատում։ Չի աշխատում, քանի դեռ չկա մեծ նպատակ, որի շուրջ կարելի է համախմբվել, Ո՞րն է կուսակցություն իրեն դեսական քաղաքապարները քննարկած են մեդիայի վրա։ Ինտիմատիվ մի հատ մեդիաները փաս։ Նիկոլը Սենցրավ, Նիկոլն Նենցրավ։ Ո՞ր մեկը իր ձեռակիրն է քննարկում։ Նիկոլը Սենցրավ, Նիկոլն Նենցրավ է։ Տաշնակություննալ, Տևերնալ, Քոչարյաննալ, Սերժնալ, Հայաստան Տաշիննալ, Բադիգունյանալ։ Նիկոլը Սենցրավն է կերան։ Գիտենք որ Փաշինյանիզմը երկիրը գործանի գոր։ Ինչ է սեր ձեռակիրը Նիկոլը Սենցրավ։ Չէ, ծրագիր ունեն այլ հարց է, որ այդ ծրագիրը լավ է թե վատ է, իմ կարծիքով այդ ծրագրերը բոլորը Կարկախոս են նրանք, փուչիկ են։ Մեկը քննարկեց իր ծրագիրը, քանի դենեսակետները որ իր ծրագիրները քննեն։ Լուրջ ծրագրեր չեն, հա ծրագիր կան, բայց լուրջ չեն, բայց ամենակարևորը տապանցիկ չեն։ Կարկախոս է, այդ ծրագիր ունի։ Այդ ծրագրերի մեջ իմ կարծիքով ազգային նպատակներ չկան։ Ու այդ պատճառով բոլոր քաղաքական կուսակցությունները մինչ օրս, որոնք գոյություն են ունեցել ու կան, նրանք մատնվում են անհաջողության։ Հետևաբար իմ կոչն է հարթակը նույնպես օգտագործելով համախմբվեք ազգային նպատակի շուրջ։ Իսկ դրա համար որպեսզի համախմբվենք, նախ պետք է աշխատենք մենք մեզ վրա, լինենք գրագետ լինենք զարգացած, կարդացած համահունչ լինենք 21-րդ դարի մարտահրավերներին։ Մի կրթությունը բավական չէ։ Անընդհատ պետք է մենք աշխատենք մեր վրա եւ օգտագործենք այս ժամանակաշրջանին ընձեռնված հնարավորությունները։
այսօր դու ճիշտ ես ասում, չկա մեդիա սահմանափակում, չկա բլոկադա, որ ասում են, դրանք ծիծաղելի են։ Կա, ասենք, մեծ հզոր ռեսուրս ունեցող մեդիաներ կամ փոքր ռեսուրս ունեցող մեդիաներ կան անհատներ, ինչպես ես եւ դու։ Մեկ մեկ ռեպլիկ։ Ասկային շարժումը որ ասում են որ ինքը մեդիա բլոկադա ենթարկված է։ Ալիք մը չկա որ իրեն գրավիր է։ Գալիք մոր իրեն չի հրավիրել։ Մեկ տարի ինձ գսեմ որ մենք մեդիա բլոկադա եդակ մեգուր մեզ օգնի որ ջախկենք։ Իմ վրաս մեդիա բլոկադա տրածեն եւ իրենց ամեն դեր գրավիրեն։ Գիտես ինչ, պարտադիր էլ չէ հրավիրեն։ Իրենք օրինակ կան անհատներ YouTube-ում, որ ահռելի ֆինանսական ռեսուրս ունեցող ալիքներից ավելի հաջողակ են։ Այդ անհատ բլոգերները։ Հակոբյան։ Վարդան Հակոբյան, այնտեղ շատ մարդիկ կան։ Եվ ներածուցին այդպեսի 40,000 դոլար ունեցող բլոգերը, ասի մենք մեդիա բլոկադա է գդարաբենք եւ այդ տեսակ բլոգերը ներածուցին։ Ինչպես կարտարացնես ասի։ Ես չեմ ախարացնում իրենց։ Ինչպես կբացատրվի։ Թուն չէ, բացատրվելը չգիտեմ, մարդիկ վատ են աշխատում իրենց վրա, չեն տիրապետում, չեն հասկանում այս ընձեռնված հնարավորությունները եւ չեն կարող օգտվել այս հնարավորություններից։ Ինչու՞ որովհետեւ գդարաբին հայկական Վալենտին ունայնութենը եւ իգոյ է։ Շատերը կարծում են որ հզոր ալիք ունենալու համար ահռելի գումարներ են պետք, այդ պետք է հասկանանք որ մարդիկ հոգնել են արդեն այս դասական մեդիայից։ Շատ շատերը նոր շունչ է հարկավոր, նոր ֆորմատ է հարկավոր, հետարքիր անհատներ են հարկավոր։ Օրինակ ես նկատել եմ որ ասենք պրիմիտիվ ստեղծված որոշ հոլովակներ ավելի մեծ դիտումներ են ապահովում, ավելի հետարքիր, ավելի բովանդակալից բաներ են իրենց մեջ պարունակում, քան այսպես մեդիա կանոններով ստեղծված նկարահանված հոլովակներ։ Բոլշևիկյան ուղեցույցով։ Գաղաբարված բոլշևիկյան ուղեցույցով են անում։ Չի կարելի եւ սահմանափակված գաղաբարված այս դոգմային դուրս չելած։ Միայն ուզեմ ասել որ ատմեդյանները եթե պիտի հաջողին, դուրս պիտի կա դոգմատիկ մասնագետ ճշմարտություն է։ Ամեն ճշմարտությունը պիտի փորձեն խոսել։ Իհարկե, 2 րոպե է մնացել, ինչ կոչ ունես, ինչ կցանկանայր մաղթես։ Մեր ժողովրդին, մեր պետությանը։ Կոչ կուղեի չի դարվել Փաշինյանական կառուցությամբ, որովհետև գներես շեղեն նյութեն երկու օր առաջ նստեցինք շատ հետաքրական կապարմը արտասահմանեն Փաշինյանիստին որ Հայաստան եկած է որ ասա որ երբ որ մենք Հայաստան երբ որ մենք Թուրքիայի հետ սահմանը բացվի մենք պետք է մեր ինքնապաշտպանությունը պատրաստել գիտնանք այսինքն նշանակի մենք կապարմը որ տուն դիմացինը վակրե 2 մետրային մեպի պաշտպանիս երբ որ վակրեն կպաշտպանիս 200 մետր ոչ թե 2 մետր արչեւդ կպերես ձեզ որ լավ պաշտպանենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը Հայաստանի ինքնասպանությունն է ժողովուրդ մի դարիք Փաշինյանիսմի այս կապարներն են որ լավ պիտի բանակ սահման եւ լավ պաշտպանենք Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ բացվելը Սուրիան չի դողած Հայաստանի հետ Թուրքիա սահմանը բացումը Հայաստանի ինքնասպանությունն է չի դարիք Փաշինյանիստական կառուցության հայ ժողովուրդ այսին ուզեմ ասել Շնորհակալություն Պետրոս ջան շնորհակալություն հարգելի դիտողներ կհանդիպենք մյուս անգամ Շնորհակալություն Այս 24 TV ալիքին բաժանորդակրվեք անգախ ասկային եւ ամենին գալովը մեր վրա սպիրկային վրա բլոկադա չտնող ազնիվ Սամվել Մանյան շնորհակալություն Շնորհակալություն ձեզ հաջողություն նմանապես